Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Բաքուն Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Գերիների ազատ արձակման պատասխանատվությունը ըստ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի ընտանիքի Հայաստանի կառավարությանն է։ Ինչպես եք ձեզ զգում։ Շիրակի թեմի առաջնորդը հիվանդանոցից տեղափոխվեց առաջնորդարան տնային կալանքը կրելու։ Եպիսկոպոսների հավաք Ավստրիայում առանց կաթողիկոսի, դատական որոշումներ Հայաստանում կարգալույծ քահանաների գործով։ Իշխանությունը կարծում է, ընդդիմությունը թաքնված պլան ունի, միավորվելով ընտրություններից հետո վերցնել իշխանությունը։ Հավաքական ընդդիմության ծրագիրը, պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ Հայաստանում։ Սպառվում է հեծի վաճառքի ժամկետը։ Սեփականատերերը դեռ կառավարությունից առաջարկ չեն ստացել։ Լավատեսական հայտարարություններ Ամերիկա-Իրանյան բանակցություններից հետո։ Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Մեղադրողը երբևէ ռազմական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանի համար ցմահ էր պահանջել, 20 հոդվածներով տասնյակ մեղադրանքներ ներկայացնելով, այդ թվում պատերազմ վարելու։ 57-ամյա Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից տեղափոխվել Ղարաբաղ գլխավորելու կառավարությունը։ 1 տարի տևած դատավարության ողջ ընթացքում Վարդանյանը մեղքը չի ընդունել, այն քաղաքական որակել։ Բարձրաձայնել է խոշտանգումների մասին, հացադուլներով փորձել նաև միջազգային հանրության ներկայությունն ապահովել, բայց անարդյունք։ Այսպիսով ադրբեջանական գերության մեջ արդեն տարիներով ապրող բոլոր հայերին Բաքուն դատապարտեց ամենախիստ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Պաշտոնական Երևանը թե այդ դատավճիռների ժամանակ, թե այսօր նախընտրեց լռություն պահպանել։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչվեց մի շարք ծանր հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Մեղադրողը ցմահ ազատազրկում էր պահանջել։ Ռուբեն Վարդանյանը վերջին նիստում փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ, տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս։ Շուրջ 1 տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց։ Նախկին պետնախարարի ընտանիքը այսօրվա վճիռը որակել է սարսափեցնող, թեև ոչ անսպասելի։ Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից։ Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում եւ այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով եւ նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։ Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթը Reuters գործակալության հետ զրույցում հույս է հայտնել, որ հարցը Վաշինգտոնի միջնորդությամբ կարող է լուծվել։ Կարծում եմ Թրամփի վարչակազմը հասկանում է, որ չի կարող լինել տևական խաղաղություն, երբ մի երկիրը մյուսի գերիներին է պահում։ Այստեղ համալիր լուծում է պետք։ 3 երկիր է ներգրավված։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է բարձրաձայնելու այս հարցը, ոչ թե փորձելու գովազդել այսպես կոչված խաղաղություն, որին որևէ մեկը չի հավատում։ Ապրելու երկիր կուսակցության ղեկավար Մանեթ Հանդիլյանը շարունակում է. հնարավորություն կար, որ բանը չհասներ այս դատավճիռներին։ Որ Հայաստանը իր կամքով դիմում էր Մինսկի խումբը լուծարելու, առնվազն այս պարագայում պիտի պայման լիներ բոլոր պատանդների, ով պիտի ուղղակի ավարտվեր հենց այդտեղ, եւ եթե Մինսկի խումբը լուծարվում էր, անմիջապես բոլորին վերադարձնեին։ Հանդիլյանը, որ ինքն էլ հացադուլ էր հայտարարել ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի, լավատես չէ, որ իշխանությունների հռչակած խաղաղության ծրագրով գերիները կվերադառնան։ Խոստանում են, նրանք ասում են կարող է լինի, կարող է չլինի։ Ես ասում եմ, եթե մենք խոսում ենք բովանդակային իրական խաղաղության մասին, առանց նույնիսկ հարց բարձրացնելու այդ մասին, պիտի
պատանդված մեր հայրենակիցները վերադարձվեին Հայաստանին։ Եվ այդ ժամանակ նոր սկսվեր առհասարակ ժողովուրդների միջև երկարատև եւ որակյալ խաղաղության գործընթացը։ Չի կարող ձեր զավակը լինել պատանդառու հարևանի մոտ ու դու նրա հետ խաղաղություն ունենաս։ Քո քունքին ատրճանակը պահած խաղաղության մասին խոսելը կարծում եք երկարաժամկետ եւ բովանդակային է։ Ռուբեն Վարդանյանը պատերազմից հետո էր Արցախ տեղափոխվել հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նա Բաքվի բանտում 2 անգամ հացադուլ արեց, փորձելով ապահովել դատավարության տարրական օրինական պայմաններ, բայց ապարդյուն։ Я не жертва, и меня не надо жалеть, потому что... Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ։ Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից։ Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու։ Имитацию шоу. Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ՑՄ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները։ Ադրբեջանի նախագահը օրերս ըստ էության բացառել էր, որ նրանք ազատ կարձակվեն, թեև հաստատել էր, որ Բաքու այցի ժամանակ հարցը բարձրացրել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը։ These people were masterminds of all the war crimes against Azerbaijanis and Azerbaijan. Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Նյուրնբերգյան դատավարությունից 2 ամիս անց ոմանք գային եւ ասեին. խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին։ Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ։ Նրանց հանցանքները ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Numerous testimonies. Ոչ Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների, ոչ էլ այսօրվա վճիռներին Երևանը պաշտոնապես արտգործնախարարության հայտարարության ձևաչափով չի արձագանքել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդին անդրադառնալով թեմային ասում էր, որ չեն հրաժարվելու Բաքվի հետ ընթացող գործընթացից, որը թեև բարդ է, բայց արդյունքներ տալիս է։ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնան։ Ինչպես ժամանակին, ասում 200-ին հասնող մարդիկ կային, եւ ելի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում են, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել, այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Առայժմ հայտնի չէ արդյոք 57-ամյա Ռուբեն Վարդանյանը բողոքարկելու է այսօրվա վճիռը։ Հիվանդանոցից այսօր դուրս է գրվել Միքայել arczepiskopos Աջապահյանը ու ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել Գյումրի, տնային կալանքը կրելու։ Բարձրաստիճան հոգևորականը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում։ Գարեգին երկրորդի կողմնակից հոգևորականին Շիրակի թեմի առաջնորդանի մոտ մի քանի տասնյակ մարդ է դիմավորել սրբազան վանկարկումներով։ Հենց այստեղ իր կեցավայրում էլ Աջապահյանը կանցկացնի տնային կալանքը։ Բանտում գրեթե 8 ամիս անցկացնելուց հետո ոստիկանների ու պրոբացիոն ծառայողների ուղեկցությամբ այսօր իր կեցավայր վերադարձավ Շիրակի թեմի առաջնորդը։ Առաջնորդարանի 3-րդ հարկում է arczepiskopos-ի կեցավայրը, հենց այնտեղ էլ կկրի տնային կալանքը։ Միքայել Աջապահյանը տարեսկզբին եւ մի քանի օր առաջ վիրահատվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղից այսօր դուրս գրվեց։ Մինչ arczepiskopos-ը Երևանից Գյումրի կհասներ, Շիրակի առաջնորդարանի մոտ սկսեցին հավաքվել թեմի հավատացյալները։ Ոմանք հատուկ վերնահակուստ էին կրում սրբազանի նկարով ու դատարանում հնչեցրած նրա խոսքով. Ազատ եղեք, ինչպես ես եմ ազատ։ Շարականներ էին երգում, բարբերաբար 7 վերք եկեղեցու զանգերն էին ղողանջում։ Թեմը արդեն 25 տարի ղեկավարող Աջապահյանի վերադարձի համար հավաքվածներն ուրախ էին, բայց նաև տխուր, որ ոչ թե կալանքից ազատ է արձակվել, այլ պատիժը կրելու է կեցավայրում, պատարագին մասնակցելու արգելքով։ Նկարագրելու բան է, որ նկարագրենք, եւ շատ հուզված ենք, եւ շատ ուրախ ենք։
Եվ մենակ տխուրենք, որ գոնե պատարակներին ինքը բդի չեղնի իր այդ բարձր քարոզը, հոգեցույց, ոգեշինիչ քարոզը, էլ մենք չենք լսե։ Բայց իշքան ժամանակ Աստված գիտե, չնայած հուսանք Տիրոջը, նաև ուրախ ենք, որ գոնե կտեսնենք մեր սրբազանին, գիտենք, որ սրբազանը Սաբահով ձեռքերի մեջ է։ Գիտեք, հիմա մենք մի բանի համար ենք ուրախանում, որը ընդհանրապես չպիտի լիներ, այսինքն նորմալ վերիներ, որ սրբազանը դատապարտված չլիներ եւ ոչ թե տնային կալանք են տվել, խափանամիջոցներ են փոխել, ուրեմն, բայց մենք իրականությունը այս է մեր Հայաստանում, որ ուրախանում ենք նույնիսկ դրա համար։ Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաները եւս դիմավորողների շարքերում էին, այդ թվում կալանավորված քաղաքապետին փոխարինող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Միանշանակ այն ուրախությունը, որ կա, դա չենք զգում, որովհետև կալանքը փոխարինում է տնային կալանքի, դա նորից բաժիմի ձև է։ Ես կուզեի, որ սրբազանը միանշանակ արտարացված գար Գյումրի, գար իր հոդին։ Հոկտեմբերին Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին հարցազրույցի համար, որը դատարանը իշխանության զավթման կոչ համարեց։ Իշխանության թիրախում հայտնված կաթողիկոսի կողքին մնացած հոգևորականն այժմ վերաքննիչ ատյանում արդարացում է պահանջում, մեղադրող կողմը հակառակը, ցանկանում է, որ նրա պատժաչափը ևս կես տարով ավելացվի։ Աջապահյանի բանտային կալանքը տնայինի փոխարինած դատարանը միաժամանակ սահմանափակել է Շիրակի թեմի առաջնորդի հետ շփվողների ցանկը։ Մեկ հոգևորական տվյալ պահին Միքայել Սեփազյանն ընտրել է Նարեկ Սրբազանի թեկնածությունը, կարող է իր հետ շփվել։ Մերձավոր ազգականների հետ շփումը իհարկե օրենքով է նախատեսված։ Այս պահին մենք մեկ մերձավոր ազգական ունենք, դա իր եղբայրն է, իսկ Գրիգոր Աչապահյանը, որը հանդիսանում է եղբոր որդին, դատարանի թույլտվությամբ է այս պահին խնամքն իրականացնում։ Թեև աշխատասենյակին ու կեցավայրին ընդամենը մեկ հարկ է բաժանում, բայց երրորդ հարկից սրբազանը իջնել չի կարող։ Հարկերով չի կարող տեղաշարժվել, սարքը տեղադրված է իր ուրեմն բնակության վայրի տարածքի շառավղով, այդ ամբողջ տարածքում ինքը իհարկե կարող է տեղաշարժվել եւ իր կենցաղային հարցերը հոգալ, ապրել, բայց հարկերով արդեն չի կարող էլի։ Առաջնորդանիստ 7 վերք եկեղեցին թեև անմիջապես կեցավայրին է նայում, բայց ընդամենը մի քանի քայլ այն կողմ գտնվող եկեղեցում պատարակի մասնակցել չի կարող թեմի առաջնորդը։ Եկեղեցի հաճախելու, մասնակցելու, պատարակ անցկացնելու հնարավորությունը դեռևս պարզված չէ, որովհետև փետրվարի 6-ի դատական նիստում մենք այդ բովանդակությամբ միջնորդություն ներկայացրեցինք, նկատի ունեմ պաշտպանական խումբը եւ դատարանը անհրաժեշտություն գտավ ուսումնասիրելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկան։ Հաստաբաններից Մարինե Ֆարմանյանն ասաց, այս պահին սրբազանի տնային կալանքի համար հստակ ժամկետ սահմանված չէ։ Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա Ավստրիայում եպիսկոպոսների հավաքից։ Նախորոք այստեղ նախատեսված էր եպիսկոպոսած ժողով, որը սահուն դարձավ հավաք, առանց որոշումներ կայացնելու հեռանկարի։ Երկրից չբացակայելու արգելքի պատճառով կաթողիկոսը դրան չկարողացավ մասնակցել։ Եկեղեցի իշխանություն հակասությունների ֆոնին նա եւ Մայրաթոռի մի շարք միաբաններ տարբեր քրեական եւ դատական գործերի կիզակետում են հայտնվել։ Դատական եւս 2 որոշումների մասին այսօր հայտնի դարձավ։ Մայրաթոռին դատի տված 2 նախկին քահանաներ, որ կարգալույծ էին հռչակվել վեհափառի տնօրինությամբ, կարող են վերադառնալ քահանայական գործին ու այն եկեղեցիները, որտեղ հովություն էին անում։ Արմավիրի մարզի 2 դատավորներ նույն որոշումն են կայացրել։ Հայցի ապահովման միջոց են կիրառել մինչև վերջնական դատական ակտ լինի։ Եկեղեցուն պարտավորեցնում են ամբողջությամբ ու առանց խոչընդոտի ապահովել Ստեփան Ասատրյանի նախկին տերարամ քահանայի պաշտոնավարումը որպես Հովանավանքի հոգևոր հովիվ, իսկ Արամայիս Թախմազյանին Տեր Թադե քահանային Թալինի հոգևոր հովվի պաշտոնում։ Կարգալույց հռչակված 2 նախկին քահանաները խորաններից չէին էլ հեռացել, ինչպես Փաշինյանն ու թիմակիցներն էին հայտարարում, Գարեգին երկրորդի որոշումը ոչինչ չի նշանակում։ Կարգալույց եղած կաթողիկոսին չի կարող
Նախորդ կիրակի Նիկոլ Փաշինյանը հենց Հովանավանքում էր, որտեղ պատարագում էր դեռ հոկտեմբերից կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանը, որ դատարաններն արդեն ստանձնում են կրոնական դավանաբանական վեճեր լուծողի դեր, սկզբում փաստաբաններին զարմացնում էր, հիմա ոչ։ Ամեն անգամ մենք ոչ ենք զարմանալու էլ, հիմա ունենք ինչ ունենք, դատարաններն են կատարում, ուրեմն հանրապետության վարչապետի կողմից նախաձեռնված այդ անհասկանալի հակաեկեղեցական արշավի որոշակի գործառույթների։ Հայցի ապահովման միջոց կիրառելը փաստաբան Հարությունյանը նույնպես խնդրահարույց է համարում։ Եթե դու պահանջում ես ինձ վերականգնի աշխատանքի, հայցի ապահովման միջոցը չի կարա լինի հիմա վերականգնի աշխատանքի։ Չի կարող համընկնել հայցի ապահովման միջոցը հայցադիմումով պահանջվողի հետ։ Իրեն կարգալույց հռչակելու հարցը դատարան հասցրած Արամայիս Թախմազյանը Տեր-Թադե Քահանան ոչ մի արտարոց բան չի տեսնում։ Այո, դատարանը կարող է պարզել ինքն իրավունք ուներ պատարագի տեքստից վեհափառի անունը զեղչել, թե ոչ։ Ընդհանրապես քահանայական կարգից իրեն զրկելը որքանով էր իրավաչափ։ Ով քնի, լավ, ես ում դիմեմ։ Ասեք մի մարմին, որին ես դիմեմ եւ ակնկալեմ արդարադատություն։ Ըստ դարերով եկած ավանդույթի հենց եկեղեցական մարմիններն են քննում այս հարցերը։ Աշխարհիկ դատարաններում երբևէ քահանայական օծման հարցեր չեն քննարկվել։ Չի աշխատում։ Մոռացեք, չի աշխատում։ Այդ մարդու կամքն են կատարում։ Չի աշխատում։ Այս եկեղեցին սարքել են չգիտես ինչ։ Դուքյան են սարքել։ Մերսիսյան աստվածաբանություն են հորինում։ Հասկանում եք իրեք աբսուրդը։ Ինչ հիմարություն են գրել, հերձվածողի եմ հարում, չգիտեմ ինչի եմ հարում, այսինքն հասկանում եք այն, որ ուզում է վիրավորած լինի, ուզում է ցավեցած լինի, ես ինչ ասես, ես փորձում են տեղավորել, վարկաբեկել է եկեղեցին, հայտնի դասական խոսք, ասում է իրոք։ Իրավաբան Վարազդատ Հարությունյանն ասում է, կարգալուծության հարցը դատարանում քննելը նույնն է, թե մեկը դատարանից պահանջի օրինակ իրեն եպիսկոպոս օծել։ Ինչքան կարելի է անլրջացնել այն ավանդույթներն ու տրամաբանությունը, որը առաքելական սուբյեկտիվ գործունեության հիմքում է դրված։ Քահանայական օծում ու ձեռնադրում հոգևորականները ստանում են մայրաթոռում, եկեղեցական հատուկ կարգով, պետական որևէ կնիկ, փաստաթուղթ, աշխատանքային պայմանագիր քահանաների համար գոյություն չունի։ Քահանայական կարգից էլ զրկվում են կարգապահական հանձնախմբի քննարկումից հետո վեհափառի տնօրինությամբ։ Դատաքննությունը զավեշտի կվերածվի, Վարազդատ Հարությունյանի կարծիքով։ Իրավական ֆանտազիան հասցնի նրան, որ օրինակ աստվածաբան փորձագետ բերեն դատարան հարցակրնեն, հա? Մեր արդարադատությունը այս պահին ունի անկախություն եւ ժողովրդի մեջ վստահություն։ Նախկին Տեր-Թադե Քահանան պնդում է, որևէ հոգևոր ու դավանաբանական հարց չկա իրեն կարգալույց անելու վճռի հիմքում, միայն կամայականություն է։ Շուրջ 100 հոգևորական կարգից զրկվել ու տուն է գնացել, ինքը մտադիր չէ։ Ես համաձայն չեմ եղել, որովհետեւ ես իմ արարքների մեջ որևէ հակաեկեղեցական ընթացք չեմ ունեցել։ Ինձ դատել են մեծ բանի համար եկեղեցում, դատողություն ունենալու համար, որ ես դատողություն եմ արել։ Արմավիրի դատարանի այս նոր որոշումներին մայրաթոռից դեռ չեն արձագանքել։ Մտադիր է վեհափառը նախկին քահանաներին վերադարձնել իրենց քահանայական կարգին։ Հայտնի չէ։ Հայտնի է այն, որ մեկ այլ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործով ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրյալ է 6 եպիսկոպոսների հետ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Իշխանությունը կարծում է, ընդդիմությունը թաքնված պլան ունի, միավորվելով ընտրություններից հետո վերցնել իշխանությունը։ Հավաքական ընդդիմության ծրագիրը, պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ Հայաստանում։ Սպառվում է հեծի վաճառքի ժամկետը, սեփականատերերը դեռ կառավարությունից առաջարկ չեն ստացել։ Լավատեսական հայտարարություններ Ամերիկա-Իրանյան բանակցություններից հետո։ Մինչև վերջերս իր հաղթանակին չկասկածող իշխանական քաղաքացիական պայմանագիրը ընդդիմադիրների ակտիվության նոր ուժերի ձևավորման որոշումների միավորման ֆոնին, որոշների միավորման ֆոնին հունիսի 7-ին իշխանությունը կորցնելուց է խոսում Գյումրիի 2 սցենարը խափանելու անհրաժեշտությունից։
Պլանը շատ պարզ է, 3 ուժով մասնակցել ընտրությունների, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ մենք միմյանց հետ կապ չունենք, հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնել իշխանությունը։ Իշխող ՔՊ-ին մտահոգել են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք կարող են կրկնել Գյումրիի քաղաքապետի ընտրությունները, երբ ընդդիմությանը հաջողվեց միավորվելով պարտության մատնել իշխանությանը։ ԿՊ վարչության անդամ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ Գյումրիի պլանը համապետական ընտրություններում կիրառելու փորձ են անելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը։ Այս առումով վարչապետ Փաշինյանի կուսակիցը պատահական չի համարում, որ Քոչարյանի հետ ասոցացվող որոշ ուժեր հայտարարում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին ընտրություններին մասնակցելու մասին։ Քոչարյանի թիմի մի մասի Ծառուկյանի ցուցակ տեղափոխվել է եւ միասին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է, եւս մեկ անգամ վկայում են, որ հավաքական ընդդիմության ծրագիրը, պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ Հայաստանում։ Նրանք սրա մասին ուղիղ հայտարարում են ըստ երևույթին, Քոչարյանն է դրա մասին ուղիղ ասել, ռուսաստանցի օլիգարխի թիմն է դրա մասին ասել, եւ հիմա փաստորեն Ծառուկյանն ընկել են միանում սրան։ Ես վարչապետի պաշտոնին տեխնացու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մեկը մեկից գրագի հետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված։ Դեկած կանգիր, ձերքդ պարզիր, ու ասայո մեր պայքարին, հայեր, ոտքի։ Քաղաքական նոյան տապան կառուցող, բայց վարչապետի պաշտոնին չհավակնող ԲՀԿ առաջնորդին այս օրերին եւս մեկ ուժ է միացել։ Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանքից բացի Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրով ընտրություններին մասնակցելու եւ իշխանափոխության հասնելու մասին օրերս հայտարարեց Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Ընտրություններով ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը եւ հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն։ Անդրանիկ Թևանյանը դեռևս 2021-ին Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ընդդիմադիր Հայաստան խմբակցության անդամ էր։ Թևանյանը սակայն 2023-ին վայր դրեց պատգամավորական մանդատը եւ մասնակցեց Երևանի ավականու ընտրություններին, ստանալով 12 մանդատ։ Անցած տարի Գյումրիի, ապա Վաղաշապատի ավականու ընտրություններում Թևանյանի ուժը եւս հաղթահարեց անցողիկ շեմը եւ երկու քաղաքներում էլ ստացավ երկուական մանդատ։ Քոչարյանի երբեմնի դաշնակիցը այսօր արդեն հայտարարում է Գագիկ Ծառուկյանի հետ միասնական ջանքերով Փաշինյանի վարչախմբին հեռացնելու մասին։ Այս տարին պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է։ Այդպես չէ։ Միացիր։ Միացիր։ Մամուլում տեղեկություններ կան, թե Գագիկ Ծառուկյանի հետ մի ցուցակով ընտրություններին կարող է մասնակցել նաև Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։ Սակայն ԱԱԾ նախկին տնօրենի առաջնորդած ուժի գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը փոխանցեց, որ այս պահին նման որոշում չունեն եւ ընտրություններին առանձին մասնակցելու իրենց մտադրությունն առայժմ ուժի մեջ է։ Որոշման փոփոխություն չունեք, առայժմ առանձին եք ուզում մասնակցել ընտրություններին։ Դա է։ Այդ որևէ նոր բան չկա, որևէ փոփոխություն արկա չի։ Մեր կուսակցության վարչապետի տեխնացուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան 2026-ի ընտրություններում երկրի ղեկին հավակնում է ոչ միայն քաղաքական նոյան տապանն առաջնորդող Գագիկ Ծառուկյանը, այլև ուժեղ Հայաստանի առաջնորդ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը։ Տնային կալանքում գտնվող գործարարի քաղաքական թիմը մտադիր է հունիսի 7-ի ընտրություններում մեծամասնություն ստանալ, փոխել վարչապետի տեխնացուին վերաբերող սահմանադրության 148-րդ հոդվածը եւ Սամվել Կարապետյանին վարչապետ դառնալու հնարավորություն տալ։ Կարապետյանն այժմ չի կարող լինել ոչ վարչապետ եւ ոչ էլ падգամավորի տեխնացու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է։ Հունիսի 8-ին չի լինելու այս իշխանությունը։ Այս իշխանությունը ամենալավագույնը հարգելով մեր ժողովրդի ընտրությունը լինելու է ընդդիմություն եւ կարծում եմ շատ փոքր։ Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն այսօր վստահեցրեց, այս պահի դրությամբ իրենք ընդդիմադիր մյուս կենտրոնների հետ հնարավոր յետընտրական համագործակցության հարցը չեն քննարկում։ Իրենց ծրագիրը հունիսի 7-ի ընտրություններում մեծամասնություն վերցնելն է։ Այդպիսի քննարկում բացարձակ չի եղել։ Մենք չենք դիտարկում որևիցե այլ սցենար, քան որակյալ մեծամասնությունը վերցնելու։
Կգա ժամանակը, կհասկանանք, կտեսնենք։ Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Իշխանությունը սակայն վստահ է, ընդդիմության պլանը յետընտրական համագործակցությամբ իշխանությունը վերցնելն է, թեկուզ եւ այժմ այդ մասին չեն բարձրաձայնում։ Հետևաբար վարչապետ Փաշինյանի ղեկավարած ուժի առանցքային անդամներից Ռուբեն Ռուբինյանը պնդում է, պետք է այնպես անել, որ այս ուժերը ոտնատակ չանեն քաղաքացիական պայմանագրի ձեռքբերումները։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում ժողովուրդը շարունակի որոշել, թե ով է լինելու իշխանություն, թե ով է լինելու վարչապետ, այլ ոչ թե Քոչարյանը եւ երկու օլիգարխները, ռուսաստանցի օլիգարխը եւ տեղական օլիգարխը։ Մենք չափազանց շատ զորողությունների ենք գնացել, որպեսզի մեր երկրում արդարություն եւ խաղաղություն հաստատենք եւ հիմա, երբ որ մենք կանգնած ենք դրանք անշրջելի դարձնելու շեմին, մենք թույլ չպիտի տանք, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ տան մեր ձեռքբերումները։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Իդեպ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այլևս չի լինելու քաղաքականությամբ զբաղվող ոչ նախկին նախագահ եւ ոչ էլ օլիգարխ։ Փաշինյանը սակայն չէր մանրամասնել, թե ինչպես է դրան հասնելու։ Տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ չեք տեսնելու։ Նորաստեղծ կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու հաղթանակի դեպքում վարչապետ դառնալու հայտ ներկայացնող միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող հեծի ճակատագիրը կարող է առաջիկա օրերին որոշվել։ Ամիսներ առաջ լիցենզիայից զրկված ընկերության համար 2 սցենար կա, կամ կառավարությունը պետք է իր գնառաչարկն անի, կամ գերակա շահ ճանաչի եւ այդպես դառնա ռազմավարական նշանակության կառույցի սեփականատերը։ Կարապետյանները կարծում են, իշխանության նպատակը այս ընթացքում հիմնավոր պատճառ գտնելն է էլ ցանցերի գինը նվազեցնելու համար։ Հեծի վաճառքի հարցով սահմանված ժամկետից 3 օր առաջ ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր պնդեց. ընկերության արժեքը $1 միլիարդ է։ Տաշիր ընկերության սեփականատերերը հենց այսքան են գնահատում իրենց պատկանող բաշխիչ ցանցերը։ Գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցը չմանրամասնեց։ Հեծը մոտավորապես կարող է մի քիչ պակաս լինի, մոտավորապես 1 միլիարդին մոտ արժեք ունի։ Չնայած Ղազինյանի այս պնդմանը 2024-ին անկախ աուդիտորը եզրակացրել է, որ հեծի սեփական կապիտալը մոտ $360 միլիոն է, չհաշված մի քանի 100 միլիոնի հասնող պարտավորությունները։ Իրենք Կարապետյանները միջազգային արբիտրաժային հայցով $500 միլիոն փոխհատուցում են պահանջել Հայաստանի կառավարությունից։ Փետրվարի 21-ին կլրանա 3 ամիսը, որ ընկերությունը զրկված է լիցենզիայից։ Այս ընթացքում կառավարությունը պետք է վաճառքի հարցով սեփականատերերին գին առաջարկեր, սակայն մինչ օրս դա չի արել։ Ուզում են մի այսպիսի բան գտնել, որի արդյունքում կարողանան բավականին նվազեցնել արժեքը եւ այդպիսի առաջարկ անեն։ Բնականաբար սեփականատերը հրաժարվելու է։ Դավիթ Ղազինյանի կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատահական չի հայտարարել, որ ընկերության արժեքը գուցե այնքան էլ բարձր չգնահատվի։ Կառավարության ղեկավարը նման կարծիք հայտնել էր մոտ 1 ամիս առաջ, նաև տեղեկացնելով, որ այս փուլում փորձում են հեծի շուկայական արժեքը պարզել։ Հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվի, որ հեծի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է եւ կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ որ մի գումար հատկացնել եւ դա դարձնել չեմ կարող ասել, քանի դեռ թղթի վրա չկա այդ գումարը, խոսակցություններ կան, բայց ես հիմա որևէ բան չեմ ասի։ Եթե մի փոքրիկ խմբակ Եկեղեցուն պաշտպանելուց հետո բանտում հայտնված Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ներկայացուցիչն այսօր նաև ասաց. համոզմունք ունեն, որ ռազմավարական նշանակություն ունեցող ընկերության հարցով կառավարությունն արդեն որոշում ունի։ Ունեմ համոզմունք, որ գնալու է գերական շահ ճանաչելու այս process-ը ամեն ինչով կապված է քաղաքականի հետ։ Ինչքան Սամվել Կարապետյանի իր ռեյտինգի, իր դեմ ստերը չաշխատելու արդյունքում ավելի սրվում են, այսպես իրենց ավելի կոպիտ են դառնում իրենց գործողությունները, որին մենք պատրաստ ենք։ Հեծը պետականացնելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի կարճ հարցազրույցից ժամեր անց, բայց իշխանականները պնդում են, թե պատճառը ընկերության վատ կառավարումն է եւ էներգետիկ ճգնաժամը։ Քաղաքական իշխանությունը 1000 անգամ հարց է տալի, ասում ես, լավ, որտեղ էր այդ ճգնաժամը։ Որտեղ էր։ Հիմա բացատրում են ճգնաժամ կար, դրա համար այդպես էր։
Չկար ճգնաժամ, խաբել են ընդամենը եւ հիմա էլ շարունակում են խաբել։ Վարչապետը չի հայտնել, թե որ կազմակերպությունն է իրականացնում հեծի շուկայական արժեքի գնահատումը։ Արդյոք դա արվում է սեփականատերերին վաճառքի գին առաջարկելու համար, թե գերակաշահ ճանաչելու ճանապարհով են ընթանալու։ Տարածքային կառավարման նախարարը եւս անցած շաբաթ հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։ Թույլ տվեք ես չմեկնաբանեմ, հանրապետության վարչապետը այդ բային ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է, եթե այլ հավելյալ ինֆորմացիա տալու անհրաժեշտություն լինի, ապա կամ վարչապետը կամ մեր նախարարությունը կամ պետական այլ գերատեսչություններ կասեն, այս բային ինֆորմացիան այնպեսին է, ինչպեսին կա, որոշակի աշխատանքային հարցեր կան, որոնց մասին չեմ ուզում այս ֆորմատով բարձրաձայնել։ Այս հարցերը նաև գրավոր ուղարկել էինք վարչապետին, հարցմանապատասխանել են տարածքային կառավարման նախարարությունից, ըստ էության հրաժարվելով որևէ ստույգ տեղեկություն հայտնել։ Միայն նշել են, որ հեծի հարցով քննարկումները շարունակվում են, թե կոնկրետ ինչ քննարկումներ են եւ ում հետ չեն մանրամասնել։ Եթե առաջիկա օրերին կառավարությունն այդուհանդերձ հեծի սեփականատերերին գին առաջարկի, որը կլինի նրանց արձագանքը։ Դավիթ Ղազինյանն ասաց, իրենց համար արդեն ակնհայտ է, որ գինը համարժեք չի լինի։ Սա նշանակում է, որ կբողոքարկեն նաև գերակաշահ ճանաչելու դեպքում տրամադրված փոխհատուցման չափը։ Իրենք պետք է վճարեն իրենց գերակաշահով սահմանված գումարը, որի արդյունքում արդեն մենք եթե վիճարկեցինք, ըստ արդյունքի հիմա այս պայմանությամբ 3 վեճ ունենք։ Սահմանադրական դատարան, վարչական դատարան եւ արբիտրաժը։ Որևիցե բանի չեն սպասում։ Գերակաշահ ճանաչելու դեպքում պետությունն ըստ օրենքի պետք է վճարի ընկերության գնահատված արժեքից 15% ավելի։ Եթե սեփականատերերը չհամաձայնեն, միևնույն է, կառավարությունն այն կարող է վերցնել, սեփականատերն էլ վիճարկել դատարանում։ Դառնանք միջազգային անցուդարձին, Միացյալ Նահանգներն ու Իրանը անցկացրին միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցություններ։ Վաշինգտոնի բառապաշարից դուրս չի գալիս նաև հարցի ռազմական լուծման սցենարը։ Իրանի աշխարհիկ իշխանությունից հնչող չափավոր լավատեսությանը զուգահեռ Թեհրանի հոգևոր վերնախավը չի հրաժարվում կոշտ հռետորաբանությունից։ Միացյալ Նահանգներն ու Իրանն այսօր Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում մոտ 4 ժամ անուղղակի բանակցություններ են վարել, լուծելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը եւ կանխելու հնարավոր պատերազմը։ Բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն, սակայն դեռ շատ բան կա անելու։ Աբբաս Արաղչին իրանական լրատվամիջոցներին ասել է, որ առաջընթացը չի նշանակում, որ համաձայնագիրը շուտով կկնքվի, սակայն գործընթացը սկսվել է։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտնել է, որ քննարկումների երկրորդ փուլը հիմնականում կենտրոնացել է տեխնիկական կողմերի վրա։ Օմանի արտգործնախարարը շփումներ է ունեցել բոլոր կողմերի հետ, որոնց ժամանակ նրանք միջնորդ կողմին են փոխանցել իրենց տեսակետները, ասել է Էսմայիլ Բաղային։ Մեր տեսակետները, նկատառումները եւ մտահոգությունները ներկայացվել են մյուս կողմին, թե պատժամիջոցների վերացման, թե միջուկային ծրագրերի վերաբերյալ։ Բաղային կրկնել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը միջուկային հարցի շուրջ ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասն է։ Նա ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը պատրաստ է Ժնևում մնալ այնքան, որքան անհրաժեշտ է համաձայնության գալու համար։ Մինչ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անուղղակի բանակցություններ էին վարում Շվեյցարիայում, Իրանի հոգեվոր առաջնորդը Դոնալդ Թրամփին զգուշացրել է, Իրանում իշխանությունը տապալելու ԱՄՆ բոլոր փորձերը կձախողվեն։ Ալի Խամենեին ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ Իրանին ուղղված սպառնալիքներին եւ զերծ մնալ երկրի շուրջ ռազմական ուժի կուտակումից։ Այաթոլլան նաեւ զգուշացրել է, ցանկացած ռազմանավից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է խորտակել այդ ռազմանավը։ ԱՄՆ նախագահը շարունակ ասում է, որ իրենց բանակն ամենաուժեղն է աշխարհում, սակայն երբեմն ամենաուժեղ բանակը կարող է այնպիսի ուժեղ ապտակ ստանալ, որ չկարողանա ոտքի կանգնել։ Բանակցություններից առաջ ԱՄՆ-ն մեծ ուժեր է կուտակել Իրանի ափերի մոտ սպառնալով ռազմական գործողություններով, եթե Թեհրանը գործարքի չգնա։ Իրանն էլ զորավարժություններ է անում Հորմուզի նեղուցում, որտեղով տեղափոխվում է աշխարհում սպառվող նավթի 20%-ը։ Իրանն այսօր նաև հայտարարեց, որ նեղուցի որոշ հատվածներ մի քանի ժամով փակ կլինեն նավագնացության անվտանգության միջոցառումների պատճառով։ Հորմուզի նեղուցում Թեհրանն առաջիկայում կանցկացնի եւս մեկ զորավարժություն, որին մասնակցելու համար Ռուսաստանն ու Չինաստանն արդեն նավեր են ուղարկել։ ԱՄՆ նախագահը մինչ այդ հայտարարել էր, որ ինքը եւս անուղղակիորեն կմասնակցի բանակցություններին։ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, թեև խոստովանել է Իրանի հետ դժվար է բանակցել։
Դրանք կարևոր բանակցություններ կլինեն, տեսնենք թե ինչ կստացվի։ Ես կասեի, որ նրանք վատ բանակցողներ են, քանզի անցած տարի կարող էինք համաձայնության գալ B2 կործանիչներ ուղարկելու փոխարեն ոչնչացնելու նրանց միջուկային ներուժը։ Հուսով եմ հիմա ավելի խելամիտ կգտնվեն։ Նրանք ցանկանում են գործարք կնքել։ Երեք Ժնևի հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ սենատոր Լինսի Գրեհեմը Թել Ավիվում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև որևէ տարակարծություն չկա, թե Իրանի միջուկային խնդրի կարգավորման դեպքում ինչ է պետք անել եւ երբ։ Հանրապետական սենատորն ասել էր, որ այս հարցում որոշում կընդունվի շաբաթների ընթացքում, այլ ոչ թե ամիսների, սակայն չէր մանրամասնել, թե որտեղից նման տեղեկություն։ Գրեհեմը միայն նշել էր, որ իրանական ռեժիմին վերջ դնելու երկու տարբերակ կա, որոնցից մեկը դիվանագիտականն է։ Մյուս տարբերակը ռազմականն է։ Կարծում եմ նախագահ Թրամփը փորձում է հասկանալ, թե որ տարբերակն ամենալավ արդյունքը կտա։ Կարևորն այն է, որ որոշումը կկայացվի շաբաթների, ոչ թե ամիսների ընթացքում։ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսել են փետրվարի սկզբին, ԱՄՆ-ն եւ Իսրայելը հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը։ Իրանը մինչդեռ պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։ Վաշինգտոնը փորձում է ընդլայնել բանակցությունների շրջանակը, ներառելով նաեւ Իրանի հրթիռային ծրագիրը։ Թեհրանը սակայն հայտարարում է, որ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագրի սահմանափակումները, պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Հրթիռային ծրագիրը քննարկման առարկա չէ, իսկ ուրանի հարստացումից չի հրաժարվի։ Ինչ ակնկալիքներ ունեն իրանցիները բանակցություններից։ Կարծում եմ բանակցությունները լավ կընթանան, քանզի հարևան երկրների ճնշումը հավանաբար կկանխի պատերազմը։ Թրամփի մասին մեր իմացածից ելնելով պարզ է, որ նա իր շահերն է հետապնդում, ուստի կարծում եմ պատերազմը քիչ հավանական է։ Մեր երկիրը պետք է հաշվի առնի նաև Իսրայելին, որն այս բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկն է։ Բանակցություններից դրական արդյունք ենք ակնկալում, հուսով ենք, որ դրանք ժողովրդի շահերից կբխեն եւ պատերազմ չի լինի։ Ժնևում այսօր եւս մեկ հանդիպում մեկնարկեց Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հերթական փուլը։ Խաղաղության հաստատման շուրջ Ամերիկայի միջնորդությամբ եռակողմ այդ բանակցություններից այսօր որևէ նորություն ակնկալել պետք չէ, ասել էր Կրեմլի խոսնակը։ Մինչ այդ Ռուսաստանը հաղորդեց Կրասնոդարում անօդաչուների հարձակման հետևանքով Իլսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի, Ուկրաինան էներգետիկ օբյեկտների վրա ռուսական զանգվածային հարձակումների նախապատրաստման մասին։ Զելենսկին համարում է, որ նման հարվածները դժվարացնում են 4 տարի ընթացող պատերազմը դադարեցնելու ջանքերը, իսկ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը կոչ է անում Ուկրաինային արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Քրդական բանվորական կուսակցության հիմնադիրը հայտարարել է, որ կազմակերպության լուծարման առաջին փուլը ավարտված է։ ՑՄՀ ազատազրկման դատապարտված Աբդուլլա Օջալանը բանտում ասել է, որ զինված պայքարի փուլը այլևս անցյալում է։ Օջալանի խոսքերը փոխանցել է նրան բանտում այցելած քուրդ պատգամավորներից մեկը։ Եվ վերջում ամփոփենք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի արդյունքները։ Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։ Հայաստանի բոլոր 5 ներկայացուցիչներն էլ ավարտել են մրցելույթները, չնվաճելով ոչ մի մեդալ։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է անընդհատ, սոցցանցերի մեր էջերում եւս նորությունները թարմացվում են, հետևեք, հաջողություն։